Հայաստանի Հանրապետության կառավարությունը պայմանագիր կնքեց ամերիկյան լոբիստական կազմակերպության հետ իր շահերի պաշտպանության համատեքստում։ Աբսուրդը կայանում է նրանում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական մշակույթը հաշվի առնելով էթնիկ լոբիստական խմբերի ձայնը շատ ավելի լսելի է, շատ ավելի լեգիտիմ է, քան վարձու լոբիստական կազմակերպությունների ձայնը։ Եվ մշտապես հայկական լոբին եւ թուրքական լոբին կամ ադրբեջանական լոբին, հրեական լոբին ունեցել են տարբերություններ։ Հայկական եւ հրեական լոբին գործել են էթնիկ լոբիստական խմբերի ձևաչափով, իբրև այդ երկրի քաղաքացիներ պահանջներ են ներկայացրել իրենց ընտրված իշխանություններին, այսինքն լոբինգի գործունեության լեգիտիմության մակարդակը եղել է շատ ավելի բարձր, հետեւաբար նաեւ արդյունավետության մակարդակը։ Ինչ վերաբերում է վարձու լոբիստական կազմակերպություններին, այստեղ հայկական սփյուռքը, նաեւ հրեական սփյուռքը ունի առավելություն, որովհետեւ մի բան է, երբ որ դու քո ընտրված պաշտոնյային դիմում ես իբրև այդ երկրի քաղաքացի, ընտրող, մի այլ դեպք է, երբ որ որևէ լոբիստական վարձու կազմակերպություն գումարի դիմաց փորձում է ապահովել երրորդ երկրի շահ։ Այս տարբերությունը, որ այնպես էլ չի խիստ մասնագիտական հասկացություն, Հայաստանի կառավարությունը չի հասկացել եւ փորձում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական շահը առաջ տանել կամ իրենց պատկերացրած հայկական շահը առաջ տանել վարձու լոբիստական կազմակերպությունների միջոցով այն նույն քաղաքականությամբ, որ անում էին թուրքերը, ադրբեջանցիները, բայց թուրքերն ու ադրբեջանցիները այս գործողությանը գնացել էին, որովհետեւ չունեին ձևավորված այնպիսի սփյուռք, որը կարող է զարգանալ այնքան, որ իրականացնի էթնիկ լոբինգ։